Նիկոլ Փաշինյանը վերջերս ասել է, որ 2018 թվականի համեմատ քաղաքացիների սոցիալական կյանքը շեշտակի 50%-ով լավացել է։ Դուք համաձայն եք։ Չեմ կարող ասել, չեմ կարող պնդել, որ ճիշտ է։ Ձեր կարծիքով այսօրվա շուկան ավելի մատչելի է, թե 7 տարի առաջվա շուկան։ Բնականին 7 տարի առաջվա։ Այսօրվա շուկան օր-օրի թանկանում է։ Հայտարարություն են անում, որ աշխատավարձերը բարձրանում են, աշխատավարձերը դեռ չբարձրացած, արդեն շուկան կրկնակի, եռակի թանկանում է։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը խոստովանել, որ կա գնաճ, բայց այդ գնաճը նաև գալիս է նրանից, որ կա աշխատավարձների բարձրացում։ Չի ասի, որ աշխատավարձերի բարձրացում կա, այտենց կտրուկ, որ գնաճի հետևից հասնի։ Ձեր կարծիքով քաղաքացին տա ամսական ինչքան եկամուտ պետք է ունենա, որ կարողանա Չեմ կարող ասել։ սնունդը ապահովել Մեզ մոտ բոլոր այդ հարցերով ամուսինս է զբաղվում, ես չեմ էլ խառնվում։ Չեմ ասի, փակ է, այդ թեման փակ է իմ համար։ Ես 16 տարի չի եղել այստեղ, ես եկա, որ տեսա, որ իջմիացնում օրինակ շատ լավացել է տարբերությունը, փողոցները, ասֆալտը, տները կառուցվում են։ Ну, ինձ թվում է, որ լավացել է։ Իմը իջել է, կոնկրետ իմը 50% նվազել է։ Ինչն է պատճառը։ Դե չգիտեմ։ Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Անկեղծ։ Շուկայի գնաճ տեսնում եք 7 տարի։ Դե գնաճ կա իհարկե կա, բայց Աշխատավարձը կարող են ապահովել։ ես ապահոված եմ, մնացածը չգիտեմ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2018 թվականի համեմատ մարդկանց սոցիալական կյանքը լավացել է։ Դուք համաձայն եք այս մտքի հետ։ Գիտեք ինչ, աշխարհում երկու հեշտ բաներից մեկը դա ներկայաշխանություններին քննադատելն է։ Առաջինը դուք ինքներդ ասեք որն է։ Չէ, ես այլ բան եմ հարցնում։ Դուք համաձայն եք մարդկանց կյանքը լավացել է, թե ոչ։ Լավացել է, Ո՞րն է լավացել։ իմ կյանքը Օրինակ մեր լավացել է։ կյանքը լավացել է։ Ո՞րն է վատացել։ Մենք տորնիկ ենք ունեցել, լավ է, շատ լավ է։ Կյանքի լավանալը մենակ գումարի մեջ չի։ Չէ, տեսեք, գումարի դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը ընդունում է, որ կա գնաճ եւ ասում է, այս գնաճը նրանից է, որ մենք նաեւ աշխատավարձներն ենք 50% շեշտակի կամ ավելացել։ Դուք համաձայն եք։ Մեր աշխատավարձը չի ավելացել 50% շեշտակի կամ լավ։ Այդ շուկայում տեսնում եք գնաճ։ 49% ավելացել։ Ես շուկայում չեմ տեսնում, ես ոչ թե տեսնում եմ գնաճ, այլ տեսնում գեղեցիկ աչք։ Փաշինյանը լրիվ անգրագետ է ու չգիտի, որ ինֆլյացիա գոյություն ունի, որ գները կրկնակի են դառը, եթե ոչ եռակի։ Աշո այդ 2 կոպեկը, որ ավելացել է թոշակառուների մոտ, ռոժիկների մոտ, դա ոչ մի դեր չաղաց։ Ուրիշ անգամ էլ հայտարարել է, որ մենք ընդունում ենք, որ կա շուկայի գնաճ, բայց դա նաև գալիս է նրանից, որ բարձրացրել ենք աշխատավարձները, թոշակները շեշտակի։ Դες ձեզ այդ գնաճը կզսպի, աշխատավարձների բարձրացումը կզսպի գնաճը։ Ես չգիտեմ, մի որևէ ծանոթներից ես մեկը կամ բարեկամներից շեշտակի ոչ աշխատավարձ է մեզ ասել իրանց մոտ ոչ մի կամ ուրիշ եկամուտ։ Ինչու է նման բաներ հայտարարում։ Դե բան է, պրոպագանդա է, սամոպրոպագանդա։ Չնայած որոշ բաներ կարգին արել է մարդը, բայց ուղղակի գիտեք շատ բան է, կիսագրագետ ու անդաստիրակ։ Ամեն ինչով լավացել է ու ավելի լավ պիտի երթա։ Օրինակ 7 տարի առաջ ձեր կարծիքով ընդհանուր ժողովուրդը Այո, կապ չունի 7 տարի առաջ, երբեք կապ չունի լրիվ հակին զարգացում, թեպի առաջ, թեպի լավը ու թեպի դեմոկրատիկ։ Իսկ տեսեք, մարդիկ նաև շատ են ասում, որ շուկայում գնաճ կա, չեն կարողանում իրենց աշխատանքով բավարարել սոցիալական կարիքները։ Այս մասով ինչ կասեք։ Հասկանամ, շուկան թանկացել է, դա համաձայն է, բայց ամեն տեղ որ նայես աշխարհի մեջ թանկացել է։ Այս Ուկրաինայի կրվից հետո ահագին բաներ թանկացավ, բայց Էդի իրավունք ունենք, էդի չեն գռնապարան։ Գնաճը Նիկոլ Փաշինյանը նաև ասում է նրանից է, որ մենք աշխատավարձները շեշտակի բարձրացրել ենք, թոշակները շեշտակի բարձրացրել ենք։ Արդյոք դա դրա հետ կապ ունի։ Բարձրացրել են, բայց նորեն թանկ է շուկան, թերթ թանկի վրա է, բայց գիտես որ սեզոնի խնդիր է, ինչ որ տեսանք դու շուկայի մեջ հիմա ինչ որ կա որ թանկ է, թուրքական ապրանք է։ Ճիշտ եմ թե չէ։ Okay, համաձայն եք ինչ որը։
Մնացածներ ինչ որ սեզոնին որ կգա, օրինակ հիմա բաղջ միսօրը վարունգը կամ բամիդորը, բան իջնում է 1000-ից 500 իջնում է։ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ մարդկանց սոցիալական կյանքը 7 տարի առաջվա համեմատ 50%-ով լավացել է։ Դուք համաձայն եք այդ կարծիքի հետ։ Չէ, չի լավացել։ Չի լավացել։ Ավելի շատ ես իմեմ, որ մարդիկ սպասելիքներ ունեին, չի արդարացվել։ Առաջ չեն գնում կոպիտ ասած։ Սենց ասեմ, թանկացումները գնացին, ժողովրդի աշխատավարձը չբարձրացավ։ Ասենք Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մեր օրոք այնքան է բարձրացել թոշակները եւ աշխատավարձները, որ զսպում է գնաճը։ Չէ, այդպեսի բան չկա։ Ինչու է նման հայտարարություններ Նիկոլ Փաշինյանը ինչ որ մի բան պիտի խոսա, թե չէ։ Դու նորմալ բան խոսա։ Երբ որ ինչ որ մի բան թանկացնում է, ժողովրդի աշխատավարձները պիտի բարձրացնի, որ մարդիկ հասցնեն։ Այդ դեպքում եթե մարդիկ չեն հասցնում, նշանակում է հետ են գնում։ Ստաբիլ չեն քայլում։ Կենցաղավարման, հա, այդ գնումների մեջ մարդիկ ամենաշատը որ ուղղությամբ են դժվարանալու այդ գնաճի պայմաններում։ Որտեղ են դժվարանալու։ Օրինակ, որ ապրանքատեսակը գնելուց, ինչ լուծելուց։ Դե հիմնականում նայեք, ժողովուրդը աշխատում է առանց հանգստի, մարդիկ կարիք ունեն հանգստի, սենց որ նայում ենք Երևանում բոլոր առողջարաններում բավականին թանկ է, Բաթումին, Վրաստանը ավելի մատչելի է, բայց մարդիկ կարիք ունեն, հիմա մարդիկ աշխատում են, բայց չեն կարողանում նույնիսկ այդ հանգստին գնալ, հետո նորմալ սնունդն էլ պիտի նորմալ աշխատավարձ ստանան, նորմալ սնունդի համար, առողջ սնունդի համար։ Հոգու սնվելու համար այս շուկայի գնային պայմաններում ձեր կարծիքով ինչքան գումար պետք է աշխատի մեկ հոգի։ Կանա մեկ ամիս լիարժեք սնվի եւ միս, եւ կանաչեղեն, եւ ձկնեղեն։ Մենակ սնունդի համար։ Երևի մենակ սնունդի համար 150,000։ Մնացածը արդեն կոմունալ ու մնացածը։ Կոմունալն էլ բավական է, էլի։